Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Մեծագույն հաճույքով դրական էներգիայով լցված ես եւ Վրեժ Կիրակոսյանը եկել ենք այսօր արթնանալու ձեզ հետ միասին, դե ինչ, լցրեք գավաթներ, սուրճ, թեյ կամ պատրաստեք ձեր ծվածաղը, մենք եկել ենք ձեզ հյուր։ Կամ էլ լցրեք ընկերներ, բաժակները, լի թող հայոց գինին, իշտանուչ լինի։ Եվ ինչ որ թող տեսահոլովակ լինի հենց հիմա բոլորիս համար։ Ամեն։ Վերադարձանք եւ հրաշալի նորություններ ունենք ձեզ ասելու, մենք բարբերաբար անդրադառնում ենք Արմոնո թատերական փառատոնին, նշեմ, որ օրերս Արմոնո թատերական փառատոնում ներկայացվեց Սպանել եւ մոռանալ պիեսի թատերականացված ընթերցումը։ Մոնոպիեսը ներկայացրել է հենց ինքը հեղինակը եւ այսօր հեղինակ, բեմադրիչ, դերակատար Արմենուհի Սիսյանը մեր տաղավարում է, եկել է մեզ հյուր, սիրով ողջունենք նրան։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի դուրս։ Շատ ուրախ ենք, որ այս առավոտ մեր տաղավարում եք։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի։ Եվ բոլորին այս հարցը տալիս ենք ամեն դեպքում՝ սուրճ թե թեյ։ Երևի զարմանալի կհնչի, ես սուրճ վերջերս եմ սկսել խմել, բայց այսպես ամենայն սիրով կապվել եմ նրա հետ, բայց առավոտյան մաքուր ջուր, H2O։ Հրաշալի։ Այսպեսի ինձ մոտ եւս չի ստացվում, այսինքն սուրճ խմել, զարմանալի է, այսինքն երկար տարիներ, այսինքն առանց սուրճ առավոտը եղել է։ Հիմա որ խմեք, ինչ զգացողություն է ձեզ մոտ։ Ինչ-որ բան փոխվում է։ Էլի առավոտյան սուրճը ինձ չի արթնացնում, որովհետև չեմ սիրում կաղման մեջ գտնվել, ինչ որ սուրճ կամ թեկուզ գլանա կամ ինչ որ մի բան ինձ թելադրի, ես կթելադրեմ, ես եմ ընտրում, մի քիչ ավելի ուշ եմ խմում, բայց կապվել եմ արդեն նրա հետ, լավ հարաբերություններ ունենք արդեն։ Այսինքն կարելի է լավ բարեկամություն անել սուրճի հետ։ Արմենուհի գանք իրադարձությանը, սպանել եւ մոռանալ։ Մի բան է գրել պիես, մեկ այլ բան է այն ներկայացնել, որպես արդեն ներկայացում թատերականացված եւ այն էլ նաեւ բեմադրել։ Մի քիչ կասեք, ինչպես ստա, նախ առաջարկ ստացաք, թե դուք որոշեցիք մասնակից լինել։ Իմ մտքով անգամ չէր կարող անցնել երբևէ, որ այսպիսի առաջարկ կարող էի ունենալ, հնարավորություն նման հնարավորություն։ Այո, առաջարկը ստացել եմ հենց Արմոնո փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի կողմից, եւ այնպես չէր, որ ինքն էլ այսպես օդից երևի վերցրեց, որովհետեւ երկու անգամ իմ պիեսները բեմադրվել են այդտեղ, Արմոնոյի փառատոնի ընթացքում այլ դերակատարներ են եղել։ Այո, այդպես։ Ահա, ընդ որում մեկ անգամ էլ եղել է ագրավնասած ներկայացումը, որը երկրորդ անգամ էր բեմադրվում։ Առաջին անգամ բեմադրվել էր Պետրոս Ադամյանի անվան Թիֆլիսի պետական դրամատիկական թատրոնը, ամենայն հաջողությամբ իրենք ներկայացրել են, պրեմիերան այստեղ էլ եղավ, Թիֆլիսում էլ եղավ, հետո Հայաստանի բոլոր շրջաններում եւ նաեւ բեմադրվեց երկրորդ անգամ հենց Արմոնոյի շրջանակներում Տաթևիկ Մելքոնյանը բեմադրեց, խաղաց Ստանիսլավսկու թատրոնի դերասան Գոր Համբարձումյանը, էլի շատ հաջող անցավ։ Ուզում եմ ասել, նա իմ գործերին էր ծանոթ, բայց երբ առաջարկեց ինքս ներկայացնեմ, ուղղակի այլայլվեցի, շոկեր, ինչպես կարելի է ոնց, բավոր, ասած ամեն ինչ դուք կարող եք այսպես։ Եվ հենց նրա այդ հավատը, այդ վստահությունը ինձ այնքան պարտավորեցրեց, որ սկսեցի այսպես մտածել, աշխատել, հասկանալ ինչ պետք է անեմ, եւ հասկացա, որ լրիվությամբ ես պետք է անեմ այդ ամենը։ Ինչպես ռուսներն ասում են, սամ սիբի ռեժիսոր եղա, ինքս այսպես եւ բեմադրեցի եւ խաղացի եւ լրիվությամբ ահավոր լարումը շատ էր, որովհետեւ ես կասեի դերասանի աշխատանքը ոչ միայն համարձակության արվեստ է, նաեւ ինչ որտեղ հանդգնության երևի թե, որովհետեւ այլ բան է պարզապես ներկայացնել, այլ բան է իմանալ, որ դու պետք է քո ետևից տանես հանդիսատեսին, դահլիճ,
Իդուք դա հանդգնություն է։ Եվ անել լավ ձևով, այսինքն բռնել նրա ձեռքը եւ քեզ հետ տանել, զրուցել։ Եվ այն ձևով, որպեսի նա հետո դժգոհ չմնա։ Այ ասեմ ձեզ իմ նպատակը սա էր ճիշտն ասած, որ այնպես լինի, որ իրենց ժամանակը ավելորդ չհամարի, հանդիսատես ավելորդ չհամարի։ Ես ինքս էլ հաճախ եմ հանդիսատես լինում, չէ, երբեմն լինում է, չէ, գնում ես, նստում ես եւ հասկանում ես, որ չէ, ափսոս է ժամանակը եւ հակառակ, այսպես լիացած, այսպես վայելած, հարստացած հոգով գնում ես, հեռանում ես դահլիճից եւ այդ ամենը դերասանի շնորհիվ է։ Սա ձեզ համար առաջին դեպքներ չէ, որ դուք որոշեցիք ձեր գրած պիեսը ներկայացնել ինքներդ։ Ինձ մնում էր կամ ասել այո կամ ոչ, ես խնդրեցի անմիջապես չպատասխանեմ, էլի, այսպես մի քանի օր մտածեցի, հետո հասկացա, որ հետագայում ինչ չեմ ների, որովհետեւ սա եւս մեկ աստիճան է, ինչ որ մի փորձություն է ստեղծագործական կյանքի, իսկ առանց ստեղծագործելու ես չեմ կարող ապրել երևի թե Դուք արդեն իմ երկրորդ հարցին պատասխանեցիք, որտեղ ուզում եի ասել, արդյոք այս փորձությունը անցնելուց հետո պատրաստ եք կրկին շարունակական լինի, բայց ավելի շատ ուզում եք շարունակել գրել եւ տեսնել եւ երևի թե այդ երկու հարցերը իրար հետ կապված են։ Երկու օր հետո ասացի այո, այսպես եւ գնաց իմ ինքնա, այսպես ասած, տառապանքը, որտեղ իրոք վախենում էի։ Բայց հետո երբ որ արդեն հասկացա, որ պետք է անել եւ լավ անել, մնում էր ընդամենը աշխատել եւ ասում են ստացվեց, գիտեք, ես չէի ուզել ես ինքս խոսել, մի քիչ անհամեստությունը իմը չէ, բայց գովում են, միջև այժմ ասում են, նամակներ ստանում Facebook-ով, ուզում են, չէ, լինորից, որ այսինքն լինի։ Այո, նման բաներ էլ ասում են, Իհարկե պետք է։ Հետաքրքիր է։ Ստացվել է։ Այդ տեսեք, մեկ այլ բան է իհարկե ստեղծագործելը, մեկ այլ բան է այդ ստեղծագործությունը ներկայացնելը։ Ցանկացած հարթակում դա կլինի բեմ, թե օրինակ ինչ որ մի միջավայր։ Այ երբ որ ձեր ստեղծագործությունը ներկայացրեցիք, հետաքրքիր է ինձ ինչ որ բան փոխելու կամ ինչ որ երբ որ վերջացրեցիք եւ երեկոյան գնացիք տուն, ինչ որ բան ավելացնելու կամ ինչ որ բան պակասեցնելու, եղավ այդպիսի ինչ որ կոնֆլիկտ ձեզ մոտ, թե չէ, որովհետեւ այլ բան է գրելը, ստեղծագործել եւ այլ բան է դա ներկայացնել։ Ասեմ, այդ ընթացքը հենց արդեն ստեղծագործություն էր, որովհետև ընթացքում ես շատ բաներ փոխել եմ արդեն փորձի ընթացքում, ինքս իմ փորձի անգամ տնեցիները չեն երբևէ լսել, տեսել, ես ինչ եմ անում, այսպես ես ինքս ինձ։ Այո, այստեղ երևի թե շատ օգնեց իմ գեղարվեստական խառնվածքը, ներսիտեությունը, որովհետև այո, այլ բան է գրել, այլ բան է ներկայացնել, ես նաև հայտնաբերեցի, որ այլ բան է ընդհանրապես բեմադրել, այսինքն կա մի կարևոր եռամիասնություն, դա դուք հրաշալի բեմի մարդիկ եք, հրաշալի գիտեք այդ բանը, հատկապես դերասանուհին, ու ես շատ գնահատում եմ, շատ ես էլ եմ շատ սիրում իրեն, առաջին անգամ եմ այսպես շփում ունենում, այո, ուրեմն եռամիասնություն պիես, այսինքն դրամատուրգ, պիեսի կառուցվածքը, բեմականացում եւ դերասան։ Սա մի եռամիասնություն է, որ մի ամբողջություն է կազմում։ Կարող է դերասանը լավ է լինել, բայց պիեսը այն չլինել կամ բեմականացում այն չլինել եւ դրանից կտուժի այդ ամբողջությունը եւ հակառակը։ Այսինքն ցանկացած մի բաղադրիչ մի մաս, եթե ճիշտ չաշխատեց այդ եռամիասնության մեջ, կարող է ամբողջը տուժել։ Ինչպես նշեցիք, հա, ես է երեքնել եւ երևի թե գուցե դա է այդ տարբերությունը երբ կա, շատ հաճախ լինում են կոնֆլիկտներ ու բախումներ, որովհետեւ ռեժիսորը վերցնում է պիեսը, ժամանակակից հեղինակին, մենք ճանաչում ենք, սկսում է աշխատել, հետո երբ արդեն պիեսի հեղինակը գալիս նայում է, ասում է, ախր ես սա չէի պատկերացնում, բայց դուք էսպես տեսաք, հետո դերասանն է միանում դրան, ասում է, բայց ես էլ իմը ունեմ ու դնում է։ Այս պարագայում, երբ այս երեքն էլ դուք եք, ինքներդ ձեզ հետ հաշտեիք, թե հաճախ եք վիճում։ Գիտեք, վիճում էինք, բայց ի վերջո քանի որ ինչ հաղթեց։ Այս ասացի, չէ, այդ գեղարվեստական ոգին երևի թե հաղթեց։ Ով հաղթեց ավելի շատ, պիեսի հեղինակը, դերասանը, թե բեմադրիչը։ Ուրեմն ասեմ, պիեսի հեղինակի համար հայտնագործություններ եղան դերասանուհու առումով, որտեղ նրանք իրար չէին ճանաչում։ Ահա։ Այսպես ոնց որ թե իրար հասկացան, կարծես թե հաշտվեցին, երբեմն, այո, երբեմն կարող էին այսպես կռվել իրար հետ։ Այդ ներսի գեղարվեստական ոգին նրանց հաշտեցնում էր։ Շատ կարիք ունեի այդ բեմադրիչի խոսքի։ Դա էլ կառուցվեց, կարծես թե, եւ աշխատել եմ այսպես մինիմալիստական ոճով, նախորդեպ այդ հնարավորություն չունեին, եւ հետո երկրորդ էլ ես էլ չէի հանդգնում ավելին անել, ով եմ ես դերասան չեմ։
այս պարագայում։ Ես ճիշտ է, ստեղծագործող եմ ու իդեպ ասեմ ձեզ մեծագույն հարգանքով եմ վերաբերվում հիմա ավելի շատ դերասանների հանդեպ, արտիստների հանդեպ, որովհետև այդ նորից եմ ասում, դա հանդգնության, համարձակության մեծ արվեստ է։ Մոտիկից ծանոթացակ մասնագիտության հետ։ Եվ այո, ծանոթացա մի քանի եսերի հետ երևի թե եւ գիտեք ինչ օգնեց, ձեզ հետ կիսում դուք հաստատ դա լավ գիտեք, բեմի մարդիկ եք։ Այնքան լավ էր, որ ես չէի տեսնում հայացքները, ամենադեպս բոլորին։ Ես չգիտեի Դուք մինչ այսօր չգիտեիք, որ մենք չենք տեսնում հանդիսատեսին։ Ես բավականին հայտնագործություններ եմ արել։ Այսինքն ես դա անում եի, ես նրանց հետ կապված էի, ամենայն բջիջներով, այսպես մթնոլորտով լրիվությամբ կապված էի, բայց ասենք մեկը կարող է ժպտում է, մեկը կարող է ինչ որ չգիտեմ, Արտասվում է մյուսը կարող է, այսինքն հաց է ուտում նույնիսկ։ Իհարկե հիմա դա էլ է։ Եկեք կոչանենք, որ այդ երրորդը չլինի, երրորդ տեսակը, իսկ այդ ձևով ես նրանց տանում էի, ներկայացնում էի եւ ինձ էի լսում ավելի շատ եւ ասում ես պահ եղավ, ես օրաբար մտածում եմ մոտ այդպիսի կարծիք կա, որ կարող է դերասանը ճիքեր գործադրի, հա, ինչ որ թեկուզ արտասվելու կամ մի պահ եղավ, որ ես ճիքեր գործադրեցի, որ ինքս չարտասվեմ։ Ինքան մտել էի դրա մեջ ճանճի հետ այդ քիչ այդ կռվի պահին այնտեղ սիրո առումով տարբեր հայացքներ ունենալու ճանճը եւ կինը ինչպես են այդ հարցերով այսպես վիճաբանում ես իմն էի ասում եւ զգացի որ ես հուզվում եմ հիմա կլացեմ ասեցի ես պահեցի որ նշանակում է հանդիսատեսները հուզվել նշանակում է հանդիսատեսները կարծում եմ ճիշտ պահն է ու հասունացել է որպեսզի մենք դիտենք հատվածներ դիտենք գնանք ու համոզվենք Thank you very much. Նորից իսկ ես քիչ գնաց արդեն լրության դաշին կապեի։ Ես միամիտս, մոլորյալ մարդս, որ քիչ գնաց հավատի վերնոտ բացեմ կարճի։ Բաց թերերս վստահության ձեռք մեկնեմ քեզ, այն էլ մեկի փոխարեն երկու ձեռք, մեկա բաց, սպիտակ, որպես հաշտության դրոշ։ Ինձ բոլորին չի հետաքրքրում, որ դու ներշնչվում ես շուրթերիս պարարտությունից։ Լսիր եմ, եթե դու համարձակվես հպվել իմ շուրթերին, ես կսպանեմ քեզ։ Տեսնում ես, բայց ինչպես հասկացար փախալելու։ Իհարկե, դու աներեսի մեկն ես։ Դրա համար քեզ մշտապես հրավիրում են քնած մարդու երես։ Շատ յուրահատուկ, ամենակարևորը մինիմալիստական իմ սիրելի ոճով, երբ դուք եք կենտրոնում, երբ լույսը եւ ձեր պատմությունն է։ Եվ ամենադժվարն է, չէ, Անահիտ։ Անշուշտ բարդ է, մեկ մարդու թատրոն եւ բայց նաեւ կա ազնվություն, որ ձերն է այս ամենը։ Ինձ հետաքրքիր է ինչպիսն էր արձագանքը հետո։ Այն ներկայացումը ավարտվեց։ Ընտանիքի անդամներ, մտերիմներ, անծանոթ հանդիսատես փառատոնի շրջանակում։ Գիտեք, կարևորը, եթե արդեն հանդգնել էի անել, պետք է անեի, ինչպես անգլերեն ասում են I did it, հա, ես արեցի դա։ Իմ կարևոր նպատակներից մեկը այն էր նորից երևի թե կրկնում եմ, որ հանդիսատեսը գոհ մնար։ Եվ դեմքերից դա տեսնում էի գոհացած էին գնում, ասում էին, արտահայտում էին, հատկապես եթե անծանոթներից նամակներ էի ստանում հետո Facebook-ով կամ այնտեղ արձագանքներով, դա շատ ավելի այսպես գնահատելի է, որտեղ ինչ շահ ունեն, չէ։ Իհարկե, ոգևորողը, որ իսկապես դիպչել է սրտը։ Հա, իսկ ինչ վերաբերում է ընտանիքի բային, աղջիկս ինձ այդպես ասեց, մամ, մենք քեզ չենք ճանաչել։ Ինչ հետաքրքիր։ Այո, հետո մյուս աղջիկս, որ այստեղ չի մնակում, ասել էր
Դու գիտես ով է մեր մաման։ Մենք իրեն չգիտենք, չենք ճանաչում։ Ինչ հետաքրքիր է, բացահայտել են նորովի ձեր տեսակը։ Ով է, այսպես։ Ես ձևով իհարկե հաճելի է այդ ամենը։ Ես ուղղակի ինձ ավելացած զգում եմ եւ շնորհակալ եմ դրա համար Մարիաննա Մխիթարյանին, որ կարծես ինքը ինձ մի բանալի տվեց նոր դուռ բացելու, որի մասին ես տեղյակ չեմ։ Նորովի գտնելու։ Այո, եւ ստեղծագործող մարդու համար դա կարծում եմ կարեւոր է, երբ որ դու ինչ-որ նոր հնարավորություն ես գտնում քո մեջ եւ բացում ես դա եւ այդ սա նույնիսկ կարծես նոր բան էի գրել։ Ձեզ էլ է դա ծանոթ, այն գերագույն հաճույքը, հա, երբ որ ստեղծագործողը ուզում է ինչ-որ մի բան անել եւ ինքը գոհ է լինում։ Սովորաբար դա այնպես չի լինում, չեմ ասում շատ գոհ եմ, չէ, ունակ երկրորդ անգամ եթե հնարավորություն լինի, ես չեմ ձեռնարկողը, ես չեմ կարող ասել դա լինելու, եթե չի լինելու, իհարկե շատ բաներ կհղկեմ, շատ բաներ կփոխեմ, դա ես գիտեմ արդեն, դες ծանոթ է, չէ՞, դա երևի թե երկրորդ անգամ, չնայած երկրորդ անգամն էլ է երևի առաջին անգամ, կարելի ասել, գուցե երրորդն էլ է առաջին անգամ չգիտեմ, բայց շատ բաներ կարող եմ ավելի լավացնել, ավելի հղկել, ավելի փորձառություններ, ավելի կատարելագործվել նաև։ Ինձ հետաքրքրում է մի շատ կարևոր հարց։ Այ երբ որ բեմադրում եք, անում եք այդ դժվարությունները, ամեն ինչ եւ հոգեբանորեն եւ ֆիզիկապես դերասան ամեն ինչ ապրում է։ Այ ով էր ձեր առաջի հանդիսատեսը, ում որ ուզեցաք ցույց տայիք դա եւ կարծիք ունենար։ Այ ես հաստատ վստահ եմ, որ եղել է այդ մեկը, չէ՞, մինչ պրեմիերան, թե չի եղել։ Գիտեք, երևի քանի որ ես չգիտեի ինձ ինչ է սպասվում, ընթացքը, ինչպես է պետք, ես նույնիսկ ասում եմ ձեզ, միայն այդ օրն եմ ոտք դրել այդ բեմի վրա կանգնել, մի քանի ժամ առաջ ես ուղղակի ուզեցի դա այսպես պահանջելու պես, որ տեսակ զգաս ամրությունը ոտքի տակ, բեմը, հասկացա այսպես մի քիչ ծանոթացա, հասկացա, ինձ ավելի մի քիչ ուժեղ զգացի, որպես այդպեսին երևի թե պարտավորվածություն ունեցել եմ եւ մեկի առաջ, որը հենց նա էր ով առաջարկել է ինձ դա, եւ այն բոլորի արչեւ, ովքեր որ ինձ վստահել են, հավատացել են, որովհետեւ մինչ այժմ էլի եղել է բաներ, որ ինչ-որ բաներ առաջարկել լինի դա ցանկացած իմ աշխատանքային ոլորտում, որը բազմաշերտ է, ահա, կարծում եմ միշտ արդարացրել եմ սպասելիքները, որտեղ կրկնակի ավելի լարվում ես, ուզում ես այնպես անել, մարդը քեզ հավատացել է, քեզ այսպես ասած վստահել է, ուրեմն պետք է արդարացնես նրա սպասելիքները։ Այս դեպքում դա եւ հանդիսատեսներ, եւ ինձ առաջարկողներ, փառատոնի տնօրեններ Մարիաննա Մխիթարյանը, եւ հենց ես ինքս իմ ներսի գեղարվեստական ոգին էր, այսպես կոնկրետ ինչ-որ մեկ անձնավորություն, չէ, դա այսպես հավաքական հասկացություն է կարելի ասել։ Այ հիմա հետաքրքիր է, այս բեմադրությունից հետո նոր ինչ-որ գործեր գրելուց, հա, պիես ստեղծելուց, փոխվել են ձեզ մոտ ինչ-որ մոտիվներ, որ այ գրելուց ուրիշ, այսինքն ինչ-որ այլ շեշտադրումներ կունենաք, քանի որ այստեղ նաև բազմաթիվ գրքեր եք մեզ վերել, հա, ձեր ստեղծագործություններից։ Ես արդեն տարված կարդում էի, Մեղեդինչի ավարտվում ունենք այստեղ, Ագրավն ասածը, որի մասին խոսեցինք, ինչպես նաև Փախուստ ծառերի մոտ արդեն վերնագիրը շատ յուրահատուկ է։ Դա պոեզիա է։ Իդեպ երևի թե ինձ օգնել է նաև իմ բազմաժանր լինելը գուցե եւ բանաստեղծն է օգնել այս դեպքում, այս աշխատանքի դեպքում եւ արձակագիրը բեմականացման պահի դեպքում դե Ագրավն ասածներ այդտեղ պիեսներ են երևի թե դրամատուրգիա տեսնում ռեժ։ Ուզում ես կարդաս մի բան չէ Անահիտ, օրինակ ես կուզենայի լսել ինչ-որ մի փոքրիկ կտոր։ Եթե գնաս չեմ պահի քեզ։ Միայն փակիր չէ, դուր չունեմ քեզ համար որ փակես։ Փակիր երկնքի վարակույրները, քո ձեռքով փակիր ու ներիր քեզ։ Անկան արդեն օտարացած է ինձանից, հեռացած վաղուց եմ գրել, ինձ թվում է Սիրունա։ Դες թվում է դուք չեք գրել։ Այո։ Այդպես է, գիտեք, երբ որ գրում ենք, հանձնում ենք արդեն, երբ որ դա արդեն ընթերցողին արդեն ձերը չի մերն է։ Այլ դա ավելի շատ ձերն էր, դες դա հոգի հարազատ էր, կարդացի, քան իմն էր։ Դա էլ է պատասխանատվությունը։ Նաև Մեղեդինչի ավարտվում, որը 2024-ին է, հա, լույս տեսել սա։ Լույս տեսել, ճիշտն ասած, դեկտեմբեր ամսին է, այսպես 24-ին հասել է տարվա վերջին, կարելի ասել մի քանի ամիս առաջ է լույս տեսել։ Արմենուհի ով է կամ ինչն է ձեր մուսան, որ ստիպում է ստեղծագործել։ Հա, բարդ է, որովհետև արձակի դեպքում մեկ բան է, բանաստեղծության դեպքում մեկ այլ բան է։ Ես ինքս էլ մտածել եմ այդ մասին։ Բանաստեղծության դեպքում երևի թե երկինքն է, երևի թե ինչ որ այսպես ինչ որ կապեր կան։ Ես որսում եմ երևի թե այն ինչ որ շնչում եմ, որտեղ բանաստեղծությունը հենց
այդպեսի տողեր էլ ունեմ։ Ես չեմ սիրում ինքս ինձ ցիտել, բայց ձեր հարցի պատասխանն է դա ենթադրում։ Մի բանաստեղծություն գրել, բանաստեղծություն շնչում են, եթե թոքերը մսեղեն չեն լոկ։ Բանաստեղծություն երբեմն կարելի է նաև գրի առնել։ Այսպես։ Ես դա ապրում եմ։ Երբեմն հանձնում եմ թղթին, եթե չեմ հանձնում, կորչում է այդ պահին։ Ինչի՞ չես ասի արձակի դեպքում, արձակը ավելի շատ էսպես եւ ծրագրային է, եւ այդ թեման, միտքը, բովանդակությունը կարող է տարիներով մնալ, այսպես ուղեղի մի անկյունում մի խորշում այսպես մնալ եւ սпасի այն պահին, երբ դու նրան կյանքի կկոչես։ Դա կարող է լինել լրիվ մեկ ուրիշի պատմություն, ոչ իմը, բայց միևնույն է գրելիս մենք ապրում ենք դա, գրողները միշտ ապրում են։ Ինչից է երջանկանում եւ ինչն է ձեզ տխրեցնում։ Երևի թե տխրեցնող բաներն ավելի շատ են, երևի թե ցանկացած նեգատիվ որևէ ինչ-որ մի բան մեր իրականության մեջ, ինչ ասես այսօր մենք ունենք, տեսնում ենք կա, ու շատ դժվար է ստեղծագործող մարդու համար հաղթահարել այդ ամենը, որովհետև ուզում ես քո դերն ունենալ, քո ավանդն ունենալ, ավելի լավացնելու, ավելի ինչ-որ բան բարեփոխելու, չի ասի չենք կարողանում, որովհետև ամեն մեկս էլ մեր տեղում, մեր լավ աշխատանքով, հա, մեր փորձելով ինչ-որ ձևով ուղղել, լավացնել, թեկուզ սեր տալով կարող ենք ինչ-որ բան փոխել։ Նու տվյալ դեպքում երևի թե իմ զենքը իմ գրիչն է, կարող եմ ասել այդպես, եւ հենց դա երևի թե նաև հայրենասիրությունն է, քո տեղում լինես, լավ անես քո գործը եւ ինչ որ ձևով անպայման ծառայեցնես դա քո երկրին, մշակույթին, քո երկրի, քո հայրենական։ Վերջը քո հայրենիքին, որտեղ դա շատ կարևոր է այսօր։ Իսկ երջանկացնելը երևի թե Ինքան անձնական բան է, գիտեք, երջանկություն։ Գրողի համար ավելի քան անձնական, դա ներանձնական է, որովհետև ինձ համար մեծագույն հաճույք է ցանկացած ստեղծագործողի համար ինչ որ մի բան, որի մասին մտածել ես, ուզել ես գրել, դա կյանքի կոչելը։ Դա երևի թե գուցե ոչ ստեղծագործող մարդկանց հասու չէ, դա ոչ կենցաղն է, ոչ ինչ որ մի բան գնելն է, հա, ոչ ինչ որ կոնկրետ ինչ որ մի աշխատանքն է, շատ ավելին է։ Ու ամեն անգամ ավելի ես ուզում հասնել դրան։ Անչափ շնորհակալ ենք, շատ յուրահատուկ հետաքրքիր զրույց ստացվեց, ինձ թվում է ձեզ հետ կարելի է անվերջ զրուցել ամեն ինչից, սկսած եղանակից, բնությունից, մարդկանցից, տեսակից, ավարտած հոգեբանությունից, մարդուց, ընկերոջից։ Իհարկե, եթերն ունի իր ժամանակահատվածը, Արմենուի, բայց սրտանց մաղթում ենք նոր գործեր, նոր ստեղծագործություններ, նոր նորություններ, որպեսզի մենք ունենանք հնարավորություն զրուցելու, բացահայտելու, լուսաբանելու, ճանաչելու եւ իհարկե ընթերցելու ու կարդալու սիրելիներս։ Փնտրեք Արմենուհի Սիսյան, ձեռք բերեք, կարդացեք ու ընդհանրապես ճանաչեք մերոնց։ Այդ շատ կարեւոր է։ Ես շատ շնորհակալ եմ։ Զրույցը ստացվում է, երբ որ զրուցակիցներն են լինում, արժանի եւ հետաքրքիր։ Այնպես որ այո, ես նույնպես ձեզ հետ կարող եի անվերջ այսպես հաճելի զրուցել խոսել։ Անչափ շնորհակալ ենք ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ եւ մենք վաղուց չէինք հանդիպել ու հաճույքով լսեցի եւ գնացի մտքով դեպի այնտեղ։ Ու նաև բրավո ձեր համարձակության, հանդգնության եւ շարունակեք, այնպես որ ստացվում է եւ ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալ ենք այս հանդիպման համար եւ ես էլ մաղթում եմ, որպեսզի մտքիդ զորություն լինի եւ իջնի այսպես ուժ մեծ, կրճիտ ուժ էլի նորից եւ շարունակես ստեղծագործել։ Ուրախ կլինեմ յուրաքանչյուր հաջողության եւ այսպիսի գեղեցիկ իհարկե հանդիպումների համար։ Մեր հյուրներ Արմենուհի Սիսյանը, լռում են ծառերը, լռում ես դու ու ես միջնորդ ձեր միջև փորձում եմ հասկանալ լռությունը ու նույնպես լռում եմ։ Ով է համարձակը մեր միջի։ Այո, երբեմն կա բարձրաձայն լռություն, ուղղակի պետք է փնտրել այդ լռությունը ու գտնել նրա միջի խոսքը սիրելի արստայտող այսօրվա համար նախատեսնենք այսքանը։ Իսկ դրա համար պետք է համարձակ լինել։ Լավ եղեք։
լավ բոլորի։ Ձեզ հետ էին համարցակ վրեժը եւ տարօրինակ Անահիտը մնացեք բարը։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։